Ինչ կոորդինատներ է ունենալու թրիփը, արդյոք Սյունիքի մարզի մի հատվածն է կազմելու ճանապարհը, որը Ադրբեջանը միացնելու է Նախիջևանին։ 2021 թվականը Սյունիքի սահմանային անվտանգության համար դարձավ ամենամտահոգիչ տարին, Սև լիճը գերության մեջ է արդեն 5 տարի։ Հենակով և պրոթեզով զինվորականը այսուհետև կարող է զբաղեցնել զինված ուժերի շարքերը։ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը, գետնին են պառկեցրել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ինչ տեղանքով է անցնելու թրիփը, ինչ կոորդինատներ կունենա։ Ադրբեջանի կողմից միջանցք տերմինը շրջանառվում է որպես Հայաստանի ինքնիշխանությունից դուրս առանց մաքսային ստուգումների ճանապարհ։ Մինչդեռ Հայաստանը պնդում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն Հայաստանի օրենսդրության շրջանակներում։ Թրիփի գործընթացը դեռևս փաստաթղթային փուլում է, հայկական արտգործնախարարությունից հայտնում են, որ հաջորդ փուլում պայմանագիրը պետք է կնքվի։ Ինչ կոորդինատներով տեղանքով է անցնելու թրիփը։ Միայն հայտնի է, որ այն Սյունիքի մարզի մի հատվածն է կազմելու ճանապարհ, որը Ադրբեջանը միացնելու է Նախիջևանին։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից լրատվամիջոցներին փոխանցած տեղեկությունների համաձայն թրիփի գործընթացը դեռևս փաստաթղթային փուլում է։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հաջորդ փուլում պայմանագիրը պետք է կնքվի։ Այդ պայմանագրից բխող իրավական ֆինանսական հարցեր կան, որոնք ներդրումների հետ են կապված եւ դրանք պետք է հստակեցվեն։ Դա իրականացնելուց հետո կմտածենք շինարարության մասին։ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում դրական ջերմ հարաբերություններ են նկատվում։ Թրամփ-Սի Ցինպին բանակցային գործընթացից կարելի է եզրակացնել, որ Չինաստանն ավելի շատ ԱՄՆ-ի կողմն է բռնել, դեմ է Հորմուզի նեղուցի Իրանի կողմից փակ պահելուն։ Իրանի միջուկային զենք ունենալուն էլ Չինաստանը կարծես թե ԱՄՆ-ի դիրքորոշման կողմնակիցն է։ Եթե Պեկինում Միացյալ Նահանգներին եւ Չինաստանին հաջողվի գալ համաձայնության, ես կարծում եմ, որ այդ համաձայնությունը հատկապես շոշափելու է նաեւ իրանական խնդիրը եւ մեծ հավանականություն այդ պարագայում կլինի, որ իրանական ուղղությամբ կլինի վերաֆորմատավորում Միացյալ Նահանգների վերաբերմունքի եւ չի կարելի նաեւ բացառել, որ կհասնենք որոշակի հանգուցալուծման։ Այս պարագայում ես կարծում եմ, որ կա իրատեսական սցենար, որ թրիփը կարող է այս պարագայում իսկապես ռեալիզացվել։ Ռեալիզացնել թրիփը առաջին հերթին նշանակում է շրջանցել Ռուսաստանին եւ Իրանին։ ԱՄՆ-ի համար սա կլինի արևելքից արևմուտք բեռներ փոխադրելու այլընտրանքային ճանապարհ։ Ինչքանով է սա իրատեսական եւ ինչքանով սա իրականություն կդառնա, ես կարծում եմ կախված կլինի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև բանակցություններից, այնուհետեւ արդեն Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան փոխհարաբերություններից։ Հայաստանում նախընտրական քարոզչության ֆոնին օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստան էր պատվիրակել ամերիկյան AECOM ընկերության թիմին։ Հայաստանի կառավարությունը միայն հայտնել էր, որ ամերիկյան ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են մեկնարկելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Բնականաբար Հայաստանի իշխանությունների համար այս նախագիծը ունի բավականին կարևոր տեղ, որովհետև իրենց քարոզչության հիմքում հենց այս թեզերն են։ AECOM-ը համաշխարհային ճանաչում ունի, վստահելի համաշխարհային ենթակառուցվածքային առաջատար է։ Միջազգային լրատվամիջոցների նախորդ տարիների էջերում սակայն կան հոդվածներ այդ ընկերության կողմից իրականացված զեղծարարությունների մասին, բողոքի ակցիաներ ուղղված այդ ընկերության դեմ։ Bloomberg-ը 2023-ին մի վերտարությամբ հոդված է հրապարակել, որ AECOM-ը համաձայնել է վճարել $12 միլիոն փոխհատուցում Կատրինա Փոթորկի խարդախության գործով։ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական էջում էլ գրված է այդ ընկերության $11 միլիոն $800,000 վճարման պարտավորության մասին։ Փոթորկի հետևանքների վերացման աշխատանքների հետ կապված կեղծարարությունների վերաբերյալ ԱՄՆ կառավարության հայցում նշված մեղադրանքների համար AECOM-ի ղեկավարները ուսումնասիրել են աղետների օգնության հայտերը, որոնք պարունակում են էականորեն կեղծ նախագծային վնասների նկարագրություններ, սակայն դրանք չեն ուղղել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
2021 թվականը Սյունիքի սահմանային անվտանգության համար դարձավ ամենամտահոգիչը։ Սև լճի տարածքում Ադրբեջանը ծանր տեխնիկա և հրետանի տեղադրեց։ Ադրբեջանցիները առանց մեկ կրակոց արձակելու գրավեցին լճին հարակից ռազմավարական նշանակության բարձունքները և Սև լիճը ամբողջությամբ։ Ազերիների նպատակը ըստ մասնագետների նաև Սյունիքի Սիրտ Գորիսին և հարակից գյուղերին հասնելն ու դրանք վերահսկելն է։ 5 տարի առաջ այս օրերին խիստ մտահոգիչ լուրեր սկսեցին տարածվել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից։ Սև լճին հարող գյուղերի բնակիչներն այս օրերին ֆիքսեցին, որ լճի տարածքում հայտնվել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ պատերազմից հետո երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում նոր սահմանի բարձունքներին հենակետեր և դիտակետեր կառուցելու ուղղությամբ որևէ աշխատանք չի նախաձեռնել։ Դրա հետևանքով ադրբեջանցիներն առանց մեկ կրակոց արձակելու գրավեցին Սև լճին հարակից ռազմավարական նշանակության բարձունքները և լիճն ամբողջությամբ։ Նպատակը պարզ էր ի սկզբանե։ Հենց այս բարձունքներից է բացվում ճանապարհ դեպի Սյունիքի Սիրտ Գորիս և հարակից գյուղեր։ Հետո քաղաքական իշխանությունները սկսեցին շրջանառել սահմանազատման արդյունքում կորցրած այս տարածքները հետ բերելու խոստումը։ Պարզապես պետք է ֆիքսվեր քարտեզ, որի հիման վրա կկատարվեր սահմանազատումը։ Իսկ նման քարտեզ դեռ չկա։ Չկա պաշտոնական գեթմի քարտեզ, որով օրինակ Սև լճի մեծամասնությունը կլինի Ադրբեջանինը կամ որով Հայաստան եւ Ադրբեջան խորհրդային սահմանի բարձունքները կլինեն միայն Ադրբեջանինը։ Փաստն այն է, որ սահմանազատման process-ը սկսվեց 2024-ին այն դիրքերից, որտեղ մենք ուժեղ էինք եւ ըստ ինչ-որ քարտեզների ինչ-որ վերադարձնելիք ունեինք։ Այդ քարտեզները սակայն այդպես էլ չհրապարակվեցին։ Սև լճից այդ process-ը կարծես լավ հեռու է։ Քարտեզեր նշվում, քննարկվում, այո, բայց դրա փոխարեն հետո ունեցել ենք ձևակերպում, որը նաև համադրելով, վակուումի մեջ չի, չէ՞, բանակցություն, համադրելով այլ փաստաթղթի հետ, հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը, այդ բացը լրացնում է եւ ըստ էության անհրաժեշտություն էլ է վերացել։ Նախ մենք ստացել ենք Ալմա-Աթայի վրա բավականին լուրջ հղումը։ Անկամ մենք չունենք այս պայդրությամբ ինչ որ հայտարարություն կամ փաստաթուղթ, որտեղ ֆիքսվել է դա, որ օրինակի համար սահմանազատում իրականացվելու է 1922 թվականի իրավիճակը ցույց տվող քարտեզներով կամ 1975 թվականի քարտեզներով։ Փաստն այն է, որ ադրբեջանցիների կողմից առանց կրակոցի ստրատեգիական բարձունքների գրավումը Սև լճի հատվածում հանգեցրեց նաև սոցիալական հետևանքների, այսինքն առաջացավ ջրի և խոթարքերի հասանելիության խնդիր, ինչը կենսական նշանակություն ունի հարակից բնակավայրերի համար։ Վերջին տվյալներով Սյունիքի բնակչությունը 21-ից 26 թվականներին նվազել է 12.2%-ով։ Սա էական թիվ է և ըստ մասնագետների այս process-ը սկսեց հենց Սև լճի գրավումից հետո։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է և կհանդիպենք քիչ անց։ Հենակով և պրոթեզով զինվորականը այսուհետև կարող է զբաղեցնել զինված ուժերի շարքերը։ Շարունակում ենք թողարկումը։ Ժամանակին գործող կարգավորումների պատճառով պատերազմական գործողություններից հետո բազմաթիվ փորձառու զինծառայողներ անգամ ծանր վիրավորումներից ու վերականգնումից հետո դուրս էին մնում ծառայությունից։ Այժմ արդեն եթե պրոթեզավորման կամ օժանդակ միջոցներով վերականգնվել է տեղաշարժվելու կամ շարժողական գործառույթների մի մասը, զինվորները կարող են ծառայության համար ճանաչվել սահմանափակումով պիտանի և ըստ ցանկության համալրել բանակի շարքերը։ Պայմանագրային զինվորական ծառայությունը վերջին տարիներին աստիճանաբար դառնում է բանակի հիմնական հենասյուներից մեկը։ Պատերազմական գործողություններից հետո բազմաթիվ փորձառու զինծառայողներ անգամ ծանր վիրավորումներից ու վերականգնումից հետո դուրս էին մնում ծառայությունից գործող կարգավորումների պատճառով։ Մասնագետների խոսքով պայմանագրային զինծառայության առաջնային խնդիրներից է պատրաստության մակարդակը միշտ բարձր պահելը։ Եթե վերցնենք 20 թվի խնդիրները, դեռ երբ որ պայմանագրային զինծառայողները բավականին սահմանափակ քանակով էին եւ մեծ մասամբ սահմանամերձ գյուղերի բնակիչներից էր կազմվում այդ մասը բանակի, այստեղ մենք ունենք հաճախ իրավիճակներ, այսօր պայմանագրային զինծառայողները ավելի ցածր պատրաստություն ունեին մարտական, քան օրինակի համար ժամկետային զինծառայողները, որը անընդունելի բնականաբար երևույթ է։ Զինվորական ծառայության պիտանիությունը սահմանող կարգավորումներում կառավարությունը փոփոխություններ կատարեց, ըստ որի եթե պրոթեզավորման կամ օժանդակ միջոցների միջոցով վերականգնվել է տեղաշարժվելու կամ շարժողական գործառույթների մի մասը, զինվորները կարող են ծառայության
ծառայության համար ճանաչվել սահմանափակումով պիտանի։ Ռազմական փորձագետները նշում են, փոփոխությունները նաև պայմանավորված են բանակում պայմանագրային բաղադրիչի մեծացմամբ ու սահմանների պահպանման անհրաժեշտությամբ։ Ժամկետային զինծառայողների թվականակը իսկապես չէր բավարարում, արդեն կտրուկ ձևով։ Շփմանկից ավելի մեծացել բանակի թվակազմը կրճատել է եւ հիմնական շեշտադրումը արդեն պայմանագրայինների վրա է գալիս։ Եվ պայմանագրայիններն են դառնալու հիմնականում բանակի առանցքը։ Փորձագետների գնահատմամբ մարտական փորձ ունեցող զինծառայողների ներգրավումը կարող է կարևոր դեր ունենալ նաև երիտասարդ զինծառայողների պատրաստման հարցում, սակայն նրանք ընդգծում են յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի անհատական գնահատման վրա, հաշվի առնելով մարդու առողջական վիճակը, հոգեբանական անվտանգությունն ու ծառայության պայմանները։ Այն անձինք, ովքեր որ ունեն մարտական փորձառություն եւ անցել են աստորեն մարտի դաշտով եւ իրենց մարմնի սպիդեն են ցույց տալիս հայրենիքին իրենց նվիրվածությունը, սա ես կարծում եմ շատ կարևոր նշանակություն ունի ներգրավելով բանակի երիտասարդ սերնդի կամ ապակաս փորձառու պայմանագրայինների ժամկետային այս փորձառությունը փոխանցելու։ Բանակում պայմանագրային զինծառայողների մեծացման պայմաններում մասնագետները կարևորում են ոչ միայն թվաքանակի ավելացումը, այլև ծառայության որակն ու մարտական պատրաստվածությունը։ Օրինակ են բերում ռուսական փորձը։ Այստեղ նրանց որպես կանոն բարձրագույն պաշտոններ են վստահում նկատի առնելով անցած ճանապարհն ու կուտակած փորձը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը նախընտրական ծրագրի առաջին կարևորողությունը էներգետիկան է համարում, հակային որակում է որպես ազգային անվտանգության հիմք։ Առաջարկում է Հայաստանում կառուցել 1200 մեգավատ հզորությամբ նոր ատոմային էլեկտրակայան, այն ըստ ՀԱԿ կուսակցության падգամավորության թեկնածու Արամ Մանուկյանի Հայաստանին թույլ կտա ապահովել ոչ միայն ներքին պահանջները, այլև դուրս գալ էլեկտրաէներգիայի արտահանման շուկա, ամրապնդելով էներգետիկ ինքնիշխանությունը։ Ըստ Մանուկյանի աշխարհի երկրները ուժեղ են, ինքնիշխան ու անկախ, եթե ունեն էներգետիկ համակարգ։ Մեր ծրագրում շատ կարևոր տեղ է զբաղեցնում Սևան Հրազդան կասկադի վրա հիդրոկուտակիչ կայանի ստեղծումը, որը շատ հրատապ է այսօր եւ արդիական է։ Ամփոփելով այս ամենը ես կոչ եմ անում ձեզ դիմել Հայ ազգային կոնգրեսին, այս ամենի մասին տեղեկություններ իմանալ, քվեարկել մեզ, որովհետև մեր ծրագրերը լուրջ են, մեր ծրագրերը փորձարկված են, մեր ծրագրերը կազմված են բարձր կվալիֆիկացիայի մասնագետների հետ, եւ եթե ուզում եք մեր էներգետիկան, տնտեսությունը եւ անվտանգությունը լինի կանխատեսելի, ոչ արկածային, լինի հաշվելի եւ էմոցիաների զուրկ, ապա պետք է Հայ ազգային կոնգրեսին քվեարկեք։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը քարոզարշավի 6-րդ օրը Տավուշի մարզում է եղել, Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպմանը հավաստիացրել է ունեն լավ թիմ, խոստումնալից ծրագիր եւ կարող են երկիրը հանել ծանր վիճակից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանն այս օրերին հանդիպումներ է անցկացրել Տավուշի մարզում, Նոյեմբերյանում եւ Բերդում։ Սահմանապահ բնակավայրերում քաղաքացիների հետ զրույցների ընթացքում քննարկել են անվտանգության, սոցիալական պայմաններին, աշխատատեղերի ստեղծմանն ու մարզի զարգացմանը վերաբերող հարցեր։ Ամենակարևորը խոսք եմ տալի հասանելիքի երկրի ժողովրդին, մեր հետևականը որ ճիշտ նպատակին հասնեն, ճիշտ նպատակին ծառայեն, որ մարդիկ դասկան, ես ոչ գումարի կարիք ունեմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, Աստծու կամով, ամեն ինչ հասել եմ աշխատանքով, պետական պաշտոնի չեմ եղել։ Հանդիպումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են ճանապարհների, գյուղատնտեսության, սոցիալական աջակցության եւ երիտասարդների զբաղվածության հետ կապված խնդիրներ։ Թեկնածուն վստահեցրել է, որ պետական հոգատարությունն ու զարգացման ծրագրերը պետք է հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամենահեռավոր սահմանամերձ բնակավայրերում։ Մենք պետք է կարողանանք մեր մեջ կուղենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի, որ մեր գործընկեր լինի, լավ դաշնակիցներ ունենանք, հնարավորություն տանք, սկսած ասենք ասելով, որ իրոք անհրաժեշտ է այսօր սառնաներ կառուցել։ Տավուշյան քարոզարշավի ընթացքում սահմանապահ բնակիչներն էլ շեշտել են, որ այսօր կարևոր է ոչ միայն անվտանգությունը, այլև վստահությունը, որ իրենց համայնքները ունենալու են զարգացման իրական հնարավորություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոստացել է, որ կձևավորի այդ վստահությունը իր ծրագրերով։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
Լուսավոր Հայաստան կուսակցությունը Քարոզարշավի 8-րդ օրը սկսել է նախագահական նստավայրի առջևից քաղաքական թիմի առաջնորդ Էդմոն Մարուկյանը դժգոհել է Հանրապետության նախագահի աշխատանքից, պնդելով, որ առաջիկա խորհրդանական ընտրությունների քվեարկության ժամանակ մեր ժողովուրդը որոշելու է նաև թե միջազգային ասպարեզում ինչպիսի ներկայացուցիչ է ուզում ունենալ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունում վստահ են, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը նաև ինքնիշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունն է։ Հունիսի 7-ին մենք մեր ժողովրդին առաջարկում ենք քվեարկել մեր օգտին միակ ուժը, որ Հանրապետության նախագահի ինստիտուտի վերաբերյալ տեսլական է ներկայացրել ժողովրդին, դա Լուսավոր Հայաստանն է։ Քվեարկելով թիվ 19 քվեաթերթիկով դուք հնարավորություն եք ստանում փոխել այս խայտառակ համակարգը։ Սա խայտառակություն է։ Ոչ միայն վարչապետն է փոխվում մեր ընտրվելու պարագայում, այլ նաև Հանրապետության նախագահան հաջորդ օրը գնում է տուն։ Եթե ինքը անձամբ հրաժարական չտա, իմպիչմենտով նրան կհեռացնենք, սահմանադրական լծակները կան։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Երևանի համակիրների հետ։ Հայաստան դաշինքի առաջնորդը խոսելով հայոց բանակի մասին ասել է, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որն ի վիճակի կլինի զսպել Ադրբեջանին։ Հայաստան դաշինքը կողմ է լայնամասշտաբ շինարարությանը, սակայն համարում է, որ դրան զուգահեռ պետք է կառուցել ճանապարհներ, կամուրջներ, մետրո։ Հակառակ դեպքում ըստ դաշինքի անդամների Երևանը կյանքի համար անհնարին վայր կդառնա։ Ոչ մի նոր բան չի կառուցվել, բայց պարգևավճար լինի, ակադեմիական քաղաքի իրազեկման աշխատանք լինի, մետրոյի կայարանի նախագծի ծավալաթերթի աշխատանքներ լինեն, այդպես գումարները, մեր բոլորի գումարները այդ տրամաբանությամբ էլ ուղղակի վատնվում են։ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որը ի վիճակի կլինի զսպել Ադրբեջանին։ Սա Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահի ձևակերպումն է։ Եվ սա ոչ թե ասում եմ նրա համար, որ մենք պետք է այդպիսի բանակ ունենալ, ասենց պատերազմի համար։ Հենց բանակը պետք է ունենանք պատերազմ չունենալու համար։ Դաշինքը համարում է, որ Հայաստանը պետք է վերականգնի հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում եւ ամրապնդի կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Ըստ Քոչարյանի, բարդ տարածաշրջանում գտնվող փոքր երկրի համար մեծ սպառնալիք է պաշտպանական կառույցի մաս չլինելը։ Փոխանակ դու ճիշտ հարաբերություններ կառուցես ՀԱՊԿ-ի ներսում եւ Ռուսաստանի հետ եւ այլ երկրների հետ, դու սաղ հետ համարը հարաբերությունները փչացրել ես։ Այո, պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ ՀԱՊԿ-ի կենտրոնական այսպես պետությունը ՀԱՊԿ-ը կառուցված է Ռուսաստանի շուրջ։ Քաղաքական գործչի ձևակերպմամբ ՀԱՊԿ շրջանակում հնարավոր էր մեծ արտոնություններով համալրել սպառազինությունը եւ շատ հարցեր ըստ Քոչարյանի կլուծվեին առանց գումարի։ Ֆրանսիական մի հրետանի են ցույց տվել, ֆրանսիական հրետանի, որը իրականում լավն է, լավ հրետանի է։ Մոտարապես գինը 5-6 միլիոն դոլար մեկը ավտոշասիի վրա, անոնը Ցեզար, եթե չեմ սխալվում, դա են ցույց տվել, նմանատիպ զենք Ռուսաստանը ունի, որի գինը 2.5 միլիոն դոլար է։ Հիմա այդ Ցեզարի բանը կալիբրը 155 մմ է։ Այն զենքի կալիբրը 152, նույն հզորությունն է։ Հեռավորությունը նույնն է, ամեն ինչը նույնն է։ Մեկը մյուսից երկու անգամ էժան, ՀԱՊԿ-ի շրջանակներում կարելի էր շատ ավելի էժան վերցնել։ Եմեն կգա Հարավային Կովկաս, տեսանելի ապագայում ըստ Քոչարյանի դա անհնար է։ Նրա խոսքով Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր, չհավակնելով ԵՄ անդամակցությանը։ Աշխարհում լարված իրավիճակ է եւ այդ ֆոնին ըստ Քոչարյանի չպետք է ձգտել դեպի Եվրոպա, վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի ու ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Սահմանամերձ գյուղերում պետք է կառուցվեն նոր պաշտպանական ենթակառուցվածքներ, ապաստարաններ եւ ինժեներական անվտանգության գծեր, իսկ սահմանապահ բնակիչները ստանան հատուկ հարկային, վարկային եւ սոցիալական արտոնություններ։ Այս մասին հայտարարել է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Նա շեշտել է, որ Սյունիքի հանքային ռեսուրսները պետք է ապահովեն տեղում մշակող գործարանների ստեղծումը, մարզում աշխատատեղերի պահպանումը եւ շահույթի ուղղումը հանրային բերքին։ Ըստ նրա պետք է ստեղծվի Սյունիքի հատուկ տնտեսական գոտի ներդրումների համար արտոնյալ հարկային ռեժիմով։
Պետությունն ապահովելու է անվճար եւ սուբսիդավորված ռոռոկման ծրագրեր, էժան վառելիք գյուղացու համար, գյուղատեխնիկայի հասանելիություն, պետական երաշխավորված մթերում։ Սյունիքի ճանապարհները պետք է լինեն ռազմավարական մակարդակի, վերակառուցվելու են մարզային եւ գյուղական ճանապարհները, ջրագծերը, էներգետիկ ենթակառուցվածքները, ինտերնետային կապը։ Քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավ է իրականացրել Արմավիրի մարզում, մարզի ընտրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հիշեցրել է, որ Արմավիրի մարզում 2018-ից ի վեր ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրում են արվել։ Այնուհետև ՔՊ ներկայացուցիչները հանդիպել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները, ներկայացրել իրենց ծրագրային դրույթները։ Արմավիրում նախորդ տարիների ընթացքում հիմնվել է 6000 հեկտար ինտենսիվ այգի։ Մարզի ընտրողների հետ հանդիպմանը նման վիճակագրություն այսօր ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիների հետ շփման ընթացքում նա շեշտեց, որ չափազանց կարևորում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված այս ձեռքբերումը, քանի որ սա եւ արտահանման ռեսուրսի ավելացման եւ հավելյալ աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում։ Սա նաեւ վկայում է նախորդ տարիներին նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման եւ ագրոբիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացված էական աշխատանքների մասին։ Մենք Հայաստանի գյուղատնտեսության անցումը մեր իմացածից դեպի ինտենսիվ պետք է մեծագույն տեմպերով շարունակվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնատուի դիտարկմամբ այս նպատակին հասնելու համար շատ կարևոր է ռոռոկման կայուն համակարգի առկայությունը։ Այդ պատճառով էլ առաջիկա տարիներին պետությունը ծրագրում է այդ ուղղությամբ զգալի ռեսուրսներ ներդնել, որպեսզի ռոռոկման ջրի խնդիրը հնարավորինս շատ բնակավայրերում ամբողջությամբ լուծվի։ Ջրի կառավարման ոլորտում հասնել բոլորովին նոր իրավիճակի եւ մենք գնալու ենք անպայման այս ճանապարհով, սկսած կաթիլային ռոռոկումից եւ շարունակած ջրամբարների կառուցում, շարունակած ջրի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում։ Գյուղոլորտի զարգացման համար կարևոր է նաեւ կադրային բազան եւ կաթության համապատասխան մակարդակը։ Այս ոլորտում եւս կան ձեռքբերումներ։ Դրանում էլ կարելի է համոզվել գյուղերում դպրոցների նոր շենքերը ֆիքսելով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հանրապետություն կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Երևանում եւ մարզերում, Սյունիքում, Արագածոտնում ու այլ համայնքներում։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանի խոսքով Եվրամիության պետությունների հետ անհրաժեշտ է հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի, իսկ հարևան պետությունների հետ ձևավորել բարիդրացիական հարաբերություններ։ Մեր կուսակցության ազգային ժողովում ներկա գտնվելը լրացուցիչ հնարավորություններ է բացելու նաև քաղաքական համատեքստում։ Նույն արևմուտքը տեսնում է, որ հայ ժողովուրդը այո որոշում է կայացրել, որ հայ ժողովուրդը որոշակի իշխանություն է տվել արևմտյան ուժի ներկայացուցիչ, սիրելի ժողովուրդ։ Պատգամավորի մանդատի համար չէ, որ ես ձեր առաջ կանգնած խոսում եմ։ Ես 2 անգամ պատգամավոր եմ ընտրվել ու այդ մանդատը չեմ վերցրել։ Ուժեղ Հայաստանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի է գնացել, դաշինքը նաև երթ է անցկացրել։ Շարասյունը գլխավորել է համամասնական ցուցակի առաջին համարը, Նարեկ Կարապետյանը, երթի մասնակիցներն անցել են համայնքի գլխավոր փողոցներով։ Շենգավիթն իր երբեմնի տնտեսական ակտիվությունը կորցրեց տարիների սխալ եւ թույլ քաղաքականության արդյունքում։ Այդ պատճառով էլ մայրաքաղաքի այս վարչականն այսօր գործազրկության բարձր ցուցանիշներով աչքի ընկնող Երևանի շրջաններից է։ Շենգավիթցիների հետ հանդիպմանը հայտարարում է Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Քարոզարշավի 8-րդ օրն այստեղ բակից բակ շրջել են, հանդիպումներն ամփոփում են հավաքով։ Գործարանները պետք է վերաբացվեն ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով, հագեցած սարքավորումներով։ Շենգավիթցիներն արձագանքում են բուռն ծափերով։ Ինչու է Երևանցին այս քանի օրը մենք տեսնում ենք բոլոր եթերներով մերժում այսօրվա վարչապետին։ Այստեղ բոլորը հիշում են, թե դու ինչ ես ասել 5 տարի առաջ, ինչ ես ասել 10 տարի առաջ, ինչ ես ասել 20 տարի առաջ։ Երևանում դու չես կարող մի բան ասել, հետո ֆրացնել։ Որպեսզի ընտրողները հասկանան, թե Ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնատու Սամվել Կարապետյանը մեր երկիր ինչպես է փոփոխություններ բերելու, ինչ է անելու ապագայում, Նարեկ Կարապետյանն առաջարկում է նախ տեսնել այն, ինչն արել է անցյալում։ Ուզում եմ, որ այդ համեմատությունը մարդիկ անեն։ Կարապետյանը չունենալով որևէ պարտավորություն իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ, Փաշինյանը ստանալով պարգևավճարներ 2 մետր ասֆալտ է անում եւ ամեն օր դրա մասին ասում է։ Երկրի կառավարումը ստանձնելով Ուժեղ Հայաստան դաշինքը խոստանում է վերակառուցել Հայաստանի արդյունաբերությունը։
Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Կասեցվել է օնլայն կես խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը, գետնին են պառկեցրել։ Մեթեոաշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում, ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի պատմության մեջ ռադիոհաճախականությունների ամենախոշոր ձեռքբերումից հետո Viva-ն կրկնապատկել է ռեսուրսները, այդ թվում նոր հարթակների և end-to-end ծառայությունների զարգացման համար, ներառյալ ալոթին։ Այս մասին առավել մանրամասն Viva-ի գլխավոր տնօրենն է պատմել տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունում։ Թվայնացման ուղղություններից մեկը IoT-ն արագորեն մուտք է գործում մեր առօրյա կյանք քաղաքային տնտեսության մեջ, նաև տարբեր ճյուղերում եւ կենցաղում այն դառնում է անփոխարինելի գործիք անվտանգության, ծախսարդյունավետության, գործընթացների վերահսկման, տվյալների հավաքագրման եւ օպտիմալացման տեսանկյունից։ Արհեստական բանականության առաջընթացն ու 5G ցանցերի ներդրումը խթանում են նաև IoT զարգացումը։ Ցանցերը դադարում են լինել պարզապես տվյալների փոխանցման ալիք եւ վերածվում են որոշումների կայացման միջավայրի։ Հայաստանի պատմության մեջ ռադիոհաճախականությունների ամենախոշոր ձեռքբերումներից հետո Viva-ն օրինակ կրկնապատկել է իր հաճախականային ռեսուրսները, եւ սա ոչ թե ավելորդություն է, այլ ռազմավարական հրամայականի հիմք, այդ թվում նոր հարթակների եւ end-to-end ծառայությունների զարգացման համար, ներառյալ AIoT-ին։ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում եւ ընդլայնում է 5G ցանցը, ինչպես նաեւ գործարկում է նոր հարթակներ, ինչպիսին է Viva IoT Hub-ը։ Տվյալների փոխանցման զգալիորեն ավելի բարձր արագությունների շնորհիվ 5G-ն հնարավորություն է ստեղծում հաջորդ սերնդի թվային լուծումների ներդրման համար, նպաստելով Հայաստանում թվային միջավայրի զարգացմանը։ Այս մասին առավել մանրամասն Viva-ի գլխավոր տնօրենն է պատմում ՏՀՏ գործատուների միությունում։ Բջջային ցանցերը վերածվում են հսկայական էկոհամակարգի, որտեղ յուրաքանչյուր կապակցված սարք նպաստում է ավելի խելացի եւ անվտանգ միջավայրի ձևավորմանը, կանխատեսում խնդիրներն ու արձագանքում նախքան դրանց առաջացումը։ Ժամանակակից այս կապը հնարավորություն է տալիս իրական ժամանակում կառավարել հազարավոր խելացի սարքեր։ Վստահ եմ, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները սովորական կապակցված սարքերից անցում կատարելու դեպի մտածող ենթակառուցվածքներ, որոնք ընդունակ են ինքնուրույն վերլուծել տվյալները եւ կայացնել օպտիմալ որոշումներ։ Դասախոսությունը կազմակերպվել է ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ, այստեղ մեկնարկել է ICT Leaders նախագիծը, որի շրջանակում միության անդամ կազմակերպությունների ղեկավարները հանդես կգան բանախոսություններով եւ ելույթներով, անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի արդիական, նորարարական եւ ռազմավարական թեմաներին։ Շատ ակտուալ թեմա է, որը շատ կիրառել է առաջատար քաղաքներում, խելացի քաղաք կոնցեպտի վերաբերյալ եւ ամեն ինչ հիմա կարելի ասել իրերը խոսում են իրար հետ։ Այսինքն եւ արհեստական բանականության կիրառությամբ բավականին նոր հնարավորություններ է բացում ամբողջ աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում։ Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Viva-ի գլխավոր տնօրենին, լսել Արմեն Ավետիսյանի պատասխանները։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Ժամ լրատվական։ Կրակոցներ դանակահարություն էջ միացնում ներքին գործերի նախարարությունից ժամին տեղեկացրել են, որ նախորդին համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները հազանգ են ստացել, որ քաղաքի Վազգեն առաջինի փողոցում մի քանի երիտասարդ վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանու, մեկ այլ 18-ամյա երիտասարդ էլ ատրճանակով 2 անգամ կրակել է օդ։ Դանակի հարվածներ ստացած պատանուն հիվանդանոց են տեղափոխել, լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին է։ Օրվա մյուս լուրերը մեկ տեսաշարով։ Ինտերնետ օգտագործող 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան 1 տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը։ UNICEF-ի ուսումնասիրություններով դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում, իսկ 57%-ի դեպքում երեխաները նշել են, որ բռնությունը իրականացրել են ծանոթ մարդիկ։ Երեխաների 53%-ը նշել է, որ որևէ մեկին դեպքի մասին չի պատմել։ Նշվել է նաեւ, որ նման իրավիճակները հաճախ ազդում են երեխաների հոգեվիճակի, մեկուսացման եւ ուսման նկատմամբ մոտիվացիայի վրա։ Ներկայացվել են նաեւ միջազգային տվյալներ, ըստ որոնց տարեկան շուրջ 1.2 միլիոն երեխա դառնում են deepfake տեխնոլոգիաներով ստեղծված սեռական բնույթի կեղծ բովանդակության զոհ։
Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ բավարար, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրել էր, որ Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 15 երեխա։ Դեպքի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական ուսումնասիրություններ, նմուշառումներ եւ լաբորատոր հետազոտություններ։ Բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ տարի եզակի գտածոներ, փոքր թաս, որի մեջ եղել է թռչունի նշանով կնիկ եւ փականի մաս։ Ըստ մասնագետների դամբարանը հավանաբար պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ առարկաները եզակի նմուշներ են։ Իրավապահները պարզել են, որ գողությունը կատարել են Երևանի 35-ամյա եւ Արարատի մարզի Աֆշար գյուղի 36-ամյա բնակիչները։ Նրանք մայիսի 9-ին հայտնաբերվել, ձերբակալվել են եւ խոստովանել կատարածը։ 36-ամյա տղամարդը ներկայացրել է նաև գողունը։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները կասեցրել են օնլայն կեղծ խաղատաների գործունեությամբ զբաղվող ասիական հանցավոր խմբի գործունեությունը։ Ոստիկանության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ներխուժում շենք, գետնի պարկեցնում ներսում գտնվողներին եւ առգրավում համակարգիչներն ու տեխնիկան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, նա 81 տարեկան էր։ Անգնահատելի է մեծ վարպետի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում։ Ծատուրյանը աշխատել է հայ ֆիլմում Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի եւ Վարդան Աճեմյանի հետ։ Նա եղել է «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» եւ «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Նիկոլայ Ծատուրյանը բեմադրություններ է իրականացրել նաեւ Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում եւ Նյու Յորքում։ Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ։ Ես ամբողջ իմ կարողությունը, հնարավորությունները դնում եմ դերասանի մեջ։ Դերասան, մարդ իր ամբողջ ներքինով, իր ամբողջ զգացողություններով, ահա որ չեմ սիրում սուտը, չեմ ստել։ Եվ համարում եմ սուտը վախկոտության նշան։ Պետք է մարդ վախկոտ լինի, որ ստի։ Այս երեկո Armenia TV եթերում 22:20-ին Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալի վերջին սերիան է։ Ամիսներ շարունակ հեռուստադիտողներին արդեն սիրելի դարձած հեռուստապատմությունը ավարտվում է։ Սյունյաց լեռներում սկսված սիրո պատմությունը ներկայացնող հեռուստանովելի հանգուցալուծում այս երեկո Armenia TV եթերում։ Ես ուզում եմ գնամ երկրից։ Եկել եմ ուղղակի ասելու, որ ներել եմ ձեզ, այլևս ոչ մի կռիվ չունեմ ու պահանջ չունեմ։ Շատ թանկ, արժեցավ քո ներումը։ Սյունյաց լեռներում սերը չի մեռնում։ Հարսնաձորում դեռ շատ են լինելու սիրո պատմություններ, իսկ այս մեկը մոտեցավ ավարտին։ Սիրված հեռուստանովելը, որը տևական ժամանակ մեզ ստիպում էր ապրել հերոսների կյանքով, մոտ է հանգուցալուծմանը։ Հարսնաձորի լեգենդը, վերջին սերիա, այսօր Armenia TV-ի եթերում։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի մոտ 8-ին, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 9-ից 12 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20, Լոռիում 10-ից 16, Տավուշում 13-ից 18 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 20, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 23, Սյունիքի նախալեռներում
12-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 9-ից 11, ցերեկը 16-ից 19, երեկոյան 13-ից 16 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդում, այսօրվա հյուրն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածու Արթուշ Հովհաննիսյանը։ Արմենիայի ուղիղ եթերում նրա հոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։